ABC մեդիայի հարգելի հետևորդներ, զրուցելու ենք Վաղարշապատի համայնքի ժառանգություն կուսակցության տեխնացու Արկադի Փայտյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Փայտյան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալություն, պարոն Փայտյան, այսօր զրուցելու ենք ձեզ հետ ձեր տեխնացությունն առաջադրելու մասին, սկսելով դրանից, զինվորական եք, փոխգնդապետ, ինչպես որոշեցիք դառնալ քաղաքական գործիչ եւ մասնակցել ընտրությանը։ Ասեմ, որ 20 տարի ծառայել եմ զինված ուժերի շարքերում եւ դաստիարակվել եմ նույն զինվորական ընտանիքում եւ հայրս եւ մայրս զինվորականներ են եղել եւ որոշեցի անմասն չմնամ, քանի որ 20 տարի ծառայել եմ զինված ուժերի շարքերում, փորձեցի ծառայել այս անգամ համայնքի շահերի համար եւ տեսնելով, որ մեր թշնամին կտոր վերցնում է իր ուզածը եւ այս գործող իշխանությունն էլ խելոք սուսիկ տալիս է, փորձեցի անմասն չմնամ եւ պայքարեմ այս ներքին թշնամիների դեմ եւ փորձեմ ծառայել համայնքիս։ Իսկ վստահություն ունեք, որ համայնքն էլ կվստահի ձեզ եւ իր ձայները կտա ձեզ։ Դե ժողովուրդը արդեն բավականին մեր շփումների, քարոզարշավների ժամանակ շփվել են ժողովրդի հետ եւ ժողովրդի մոտ բավականին դրական փոփոխություն կա եւ բոլորը տեսնում են եւ պատկերացնում են ինչ է կատարվում։ Ոչ մեկ արդեն չի համակերպվում այս, այսպես ասած, խաղաղության կանոնակարգին, սա խաղաղություն չէ, սա հերթական, սադրիչ պատերազմին է տանում, որ հարևան հանրապետությունը, հա, թշնամի հանրապետությունը այսօր մասսայական շքերթ է ցույց տալիս Ռուսաստանի շքերթների մասշտաբով, զինվում է, մենք գնում ենք խաղաղության, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե հարևանը զինվում է, իսկ մենք խոսում ենք միայն խաղաղության մասին, չգիտեմ, իրենց նախագահան նշում է, որ Զանգեզուրի միջանցքն է ուզում, վաղը Սևանն է ուզում, վաղը չմիս օրը Երևանը կուզի։ Պարոն Փայտյան, ձեր նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ են գրավում ազգային արժեքների վրա հիմնված դաստիարակությունը։ Ինչպես եք դուք սա համայնքային կյանքում պատկերացնում, հա, երբ որ օրինակ հանրակրթական դպրոցներում ծնողները, մասնագետներն անընդհատ հակառակի մասին են խոսում, հատկապես պատմության դասագրքերում տեղ գտածի վերաբերյալ։ Դուք ասում եք, մենք վերում ենք արժեհամակարգային դաստիարակություն։ Ինչպես համայնքային կյանքում։ Այն նայեք, այսօր Վաղարշապատ համայնքի եւ համայն հայության հիմքը դա մեր հոգևոր կենտրոնն է, այսօր Սուրբ Էջմիածինն է իր մայրաթոր եկեղեցիով, արդեն մեծ մասի մոտ, այսպես ասած, արժե զրկվում էր, հա, այսպես ասած, եկեղեցին եւ նման արժեքներ ունեցող մշակույթները։ Մենք մեր ծրագրի մեջ ներկայացնելու ենք եւ բարձրացնելու ենք հարցեր, որպեսզի բարձրացվեն հենց այդ արժեքները պահելու։ Օրինակ, ինչ արժեքներ։ Օրինակ, այսօր ոմանք մտածում են, որ Լեռնային Ղարաբաղը կորցնելը ոչ մի բան է, ոնց ոչ մի բան է։ Մեր հայրերը, պապերը, օրեղբայրները, մեր բարեկամները, մեր հարազատները այսօր արյունով են պահել այդ հողերը։ Ինչպես կարող է հայ ազգը մոռանալ այն գործողությունները, որոնք որ կատարվել են մեր հարազատների, այսպես ասած, արյունով կերտված հողերի վրա, կարող են մոռանալ։ Այսինքն այդ մոտեցումներն եք դուք բոլոր տեսակի մոտեցնում, այսինքն այսօր պետք է եւ եկեղեցին ընդունված լինի, ինչպես առաջ էր ընդունված, որ այսօր գործող իշխանությունը եկեղեցին եւ հավատքը արժեզրկում է։ Այ մարդկանց մեջ մտածելակերպը պետք է փոխվի ու փոխվում է արդեն, մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունը արժեզրկում է, հայ ազգին արժեզրկում է։ Ինչի հայոց պատմություն չէ, Հայաստանի պատմություն։ Ինչ նշանակում Հայաստանի պատմություն։ Հայաստանի չի, հայոց պատմությունը, հայոց եկեղեցիը։ Պարոն Փայտյան, քանի որ խոսեցիք եկեղեցու մասին, նաև այս շրջանում եկեղեցու դեմ արշավին կուզեի անդրադառնալ, ձեր տեսակետը ինչպես եք գնահատում այդ գործողությունները։ Ժողովրդի կողմից թե իշխանության։ Դուք որպես քաղաքական գործիչ իշխանության իրականացրած մեր համար եւ մեր թիմի համար, ես համոզված եմ նաեւ ժողովրդի համար, եկեղեցու հանդեպ ոտնձգությունները անընդունելի են եւ դատապարտելի են
մենք կանգնած ենք ու միշտ կանգնած ենք լինելու եկեղեցու կողքին, մեր համար դա մեծ արժեք է, այսինքն մեր ինքնությունը կառուցվել է հենց եկեղեցու վրա, այսպես ասած։ Այնպես որ ժողովուրդը քաջ գիտակցում է եւ ժողովուրդն էլ այսօր կանգնած է եկեղեցու կողքին։ Պարոն Փայտյան, ձեր նախընտրական ծրագրի մեջ նշում եք, որ Վաղաշապատ համայնքը ինքնաբավ եք դարձնելու։ Ուզում ենք հասկանալ, թե ինչ է նշանակում համայնքը բնակավայրերն ինքնաբավ դարձնել տեղային մակարդակում։ Դու երևի ուսումնասիրել եք մեր ծրագիրը, իր մեջ ներառում է բազմապիսի կետեր, որտեղ զարգանալու են եւ մշակույթը, եւ գյուղատնտեսությունը, եւ անասնաբուծությունը, եւ մարդկանց, այսպես ասած, առողջ ապրելակերպը։ Իսկ քաղաքում դա համայնքի մասին է, համայնքը այսօր խոշորացվել է եւ միացել են եւս 17 գյուղեր։ Դրանք գյուղերի համար են, հա, ընդունելի ավելի շատ։ Իսկ քաղաքի համար ինչպես է։ Քաղաքի մեջ, այ պատկերացրեք, եթե գյուղերը այսօր սկսեն զարգանալ եւ զարգանալ, նաեւ զարգանալու է համայնքը, նաեւ զարգանալու է քաղաքը, կբացվեն նոր աշխատատեղեր, դպրոցներում կբացվեն նոր լսարաններ, նոր խմբակներ, մասնագիտացված լսարաններ եւ մանկապարտեզներում եւ դպրոցներում եւ սպորտային ինչ որ անկյուններ, այ զարգացումը գնալու է դրան եւ ստեղծվելու են նոր աշխատատեղեր։ Այսօր ժողովրդի ամենամեծ խնդրեմը դա աշխատատեղն է ինքնագոյատևելու համար։ Պարոն Փայտյան, ում հետ եք պատրաստվում համագործակցել եւ ում եք բացառում որպես ուժ համագործակցության համար։ Նախ ասեմ, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, երկրորդն էլ երկրորդ տարբերակ, եթե դա չի ստացվում։ Երկրորդն էլ նշեմ, որ գործող իշխանության հետ համագործակցությունը բնականաբար չի ստացվելու եւ չի լինելու։ Մենք թույլ չենք տալու գործող իշխանության վերարտադրումը եւ նրանց արբանյակները, որոնք որ սատարում են, անուններ չնշեմ, բայց գործող ուժերի մեջ կան, այո։ Իսկ համագործակցության մասին հետագայում բնականաբար կխոսենք ընտրություններից հետո։ Դուք ընդդիմադիր գործիչ եք եւ տեսնում եք, թե վերջին շրջանում ինչ է կատարվում համայնքներում ընդդիմադիր գործիչների նկատմամբ, քրեական հետապնդումներ, սպանություն եւ այլն։ Այս ամեն ինչը տեսնելով, հաշվի առնելով, ինչ մտավախություններ են ձեր մեջ առաջանում, երբ որ ձեր հայտն եք ներկայացնում որպես ընդդիմադիր գործիչ։ Ես ամենասկզբից նշեցի, որ զինվորական եմ եղել եւ հոգով զինվորական եմ դեռ, մասնակցել եմ եւ քառօրյա եւ 44-օրյա պատերազմին, տեսել եմ իմ աչքերով Արցախյան պատերազմը դեռ երեխա ժամանակ եւ չեմ վախեցել թշնամուց։ Մենք պատերազմի ժամանակ ես թշնամուց չեմ վախեցել, մնում է այստեղ վախենամ ինչ-որ ոտնձգություններից, չեմ վախեցել եւ չեմ էլ վախենալու։ Մեր կուսակցությունը ոչ մեկից կախում չունի, մենք ոչ նախկին ենք, ոչ գործող ենք եւ գործում ենք ինքնուրույն, ոչ մեկից առանց կախյալ լինելու եւ վախենալու բան չունենք։ Ես թշնամուց չեմ վախեցել, չեմ փախել, որ մնաց տեղից վախենամ կամ փախնեմ։ Ձեր թիմի անդամներից է Այծեմնիկ Գրիգորյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը, եւ համայնքում Մանվել Գրիգորյանի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Նրա ներկայությունն ինչպես է ազդել ձեր թիմի վրա, ինչ ազդեցություն է թողել։ Այ տեսեք, Այծեմնիկ Գրիգորյանը մեր թիմում երկրորդ համարն է ցուցակոմացնում, որոշումը իրենն է եղել, մասնակցել նույնպես այս պայքարին, քանի որ իր հայրիկի Զորավար Մանվել Գրիգորյանի արածը նույնպես նա էլ փորձում է եւ փորձելու է պահել, քանի որ իր հայրը ունի ներդրում այս հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության արածի մեջ։ Այսօր իր դուստրը մտել է մի պայքարի մեջ, գիտակցելով, որ իր հայրիկի արածը պիտի պահվի եւ պահպանվի։ Իսկ նրա ներկայությունը ձեր թիմում հաշվի առնելով համայնքում արկա հակասական վերաբերմունքը, մտավախություն չեք ունեցել, որ կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Չէ, նման մտավախություն չեմ ունեցել, քանի որ ինքս զինվորական եմ եւ հարգում եմ բոլոր այն զինվորականներին, որոնք ունեն այս երկրի համար արած։ Միգուցե եւ բացասական հակասություններ եղել են կամ կան,
բայց այսօր երկրագնդի վրա ոչ մեկ ամպոտ ոտքերով հրեշտակ չէ։ Բոլորի ազդեցությունն էլ կարող է հակասական լինի, բայց այնուամենայնիվ նշեմ, որ գեներալի դուստրի եւ մասնակցությունը մեր պայքարին իմ համար շատ դրական հակասություն է ունեցել, ոչ թե բացասական։ Եվ վերջում, պարոն Փայտյան, 3 փոփոխություն, որոնք միանգամից կզգան քաղաքացիները, երբ որ օրինակ դուք դառնաք վաղաշաբաթի ղեկավար։ Առաջին փոփոխությունը, որ այսօր մտածում եմ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին աջակցությունն է բնակարանային ֆոնդի պայմաններում։ Երկրորդը ամբողջ համայնքի համար տեղական տուրքերի հնարավորինս նվազեցումը եւ աջակցությունը այն բիզնեսներին, որոնք կուզենան ներդրում անել համայնքում, եւ երրորդը առողջ եւ ուժեղ համայնք։ Ձեր նշվածները միանգամից կզգան քաղաքացիները։ Այո, մենք գնալու ենք դրան քայլ առ քայլ, կատարելով առաջնահերթություններով։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, մենք զրուցում էինք Վաղաշաբաթ համայնքի Ժառանգություն կուսակցության թեկնածու Արկադի Փայտյանի հետ։